Պատմիչ, հետո ինչ եղավ։ Երբ Աստված ստեղծեց լույսը, դրանից հետո նա ստեղծեց երկինքը, այնուհետև առանձնացրեց ծովերն ու ցամաքը և զարդարեց երկիրը բույսերով։ Չորրորդ օրը նա դրեց արևը, լուսինը և աստղերը, որպեսզի լուսավորեն և ժամանակները կարգավորեն։ Հետո նա ստեղծեց կենդանիներին և վերջապես իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց մարդուն։ Այսինքն Աստված ինձ իրպես ստեղծեց։ Այո, վերջում նա ստեղծեց իր արարչագործության ամենազարմանալի, իր պատկերով և նմանությամբ նա ստեղծեց քեզ և ինձ։ Մենք հիանում ենք մարդկային մտքի ու ձեռքի գործերով, տեխնոլոգիաներ, արվեստ, գիտություն, բայց որքան էլ շքեղ լինեն դրանք ընդամենը հիշեցնում են մեզ, որ առաջին և ճշմարիտ ստեղծողը հենց Աստված է, և ամեն ինչ սկիզբ է առնում նրա արարչագործությունից։ Ես կարող եմ հաշվարկել միլիարդավոր թվեր վայրկյանների ընթացքում։ Ես պահում եմ անսահման թվացող տվյալներ։ Ես երբեք չեմ մոռանում այն, ինչ ներմուծվում է իմ մեջ։ Դու արագ ես, բայց ես ունեմ երևակայություն։ Դու պահում ես տվյալներ, բայց ես ստեղծում եմ գաղափարներ։ Դու կատարում ես հրամաններ, ես ընտրում եմ ճանապարհներ։ Երբ մարդը շնչում է, բացում եմ շնչելու փականը։ Երբ ուտում կամ խմում է, բացում եմ ուտելու փականը։ Ես վայրկենական հասկանում եմ, թե որ փականն է պետք բացել։ Եթե դա չլիներ, ամեն անգամ ուտելիս մարդիկ կխեղդվեին։ Սիրտդ բաբախում է, որովհետև ես անընդհատ հրամաններ եմ ուղարկում։ Դու խելացի ես, արագ, բայց առանց ինձ դու ընդամենը մի բեռնաթափված երկաթ ես։ Ես տեսնում եմ այն, ինչ մարդիկ երբեմն չեն էլ նկատում։ Ես պահում եմ հիշողությունները, պահում եմ պահը։ Իմ առաջ բոլորը ժպտում են։ Աշխարհը հիմա իմ աչքերով է նայում։ Այո, դու պահում ես պահը, բայց ես ապրում եմ պահի մեջ։ Քեզ համար մարդիկ ժպտում են, բայց ինձ չեն կարող խաբել։ Ես տեսնում եմ նաև արցունքները։ Դու պահում ես պատկերը, ես ճշմարտությունը։ Եվ որքան էլ աշխարհը նայի քո աչքերով, իրական կյանքը միայն իմ միջով է տեսանելի։ Դու ընդամենը գործիք ես։ Ես Աստծո ստեղծագործությունը։ Ես կարդացվող եմ, ինձ կանավորում են, եւ ես ցույց եմ տալիս ինֆորմացիա։ Ես արագ եմ, հարմարավետ ու օգտակար։ Մարդիկ ինձ ստեղծեցին, որ ամեն ինչ հեշտացնեմ։ Այո, դու օգտակար ես, բայց դու կրկնվող ես։ Քեզ կարելի է պատճենել, կեղծել, ջնջել։ Ես տարբեր եմ։ Ես եզակի եմ։ Ես անփոխարինելի եմ։ Բայց ես տալիս եմ այն, ինչ մարդիկ ուզում են՝ տվյալներ, հասանելիություն, արագություն։ Ես վկայում եմ, որ աշխարհում չկա երկրորդ ես։ Քո տեղեկությունները ժամանակավոր են կամ փոփոխվում են։ Դու տվյալ ես, ես ինքնություն։ Տղաս, նա մեզ ստեղծեց իր նմանությամբ, նա ընտրել է քեզ, կանչել է քո անունով և ստեղծել է եզակի կերպով։ Եվ հիմա ուզում եմ, որ բացես արկղը։ Ներսում դու կտեսնես, թե ում է Աստված ամենից շատ սիրել։ Այնտեղ կտեսնես մեկին, ում Աստված զարմանալի կերպով է ստեղծել։ Պապ, բայց դա ես եմ այնտեղ։ Այո, տղաս, դու ես։ Բայց հիշիր, Աստված այդպես է ստեղծել մեզ բոլորիս։ Յուրաքանչյուրը զարմանալի և եզակի է նրա աչքերում։